Պարոն վարչապետ, մի կարևոր բանի էլ անդրադարձակ ուզում էի նշել, որ մենք այդ ուղղությամբ արդեն առաջի քայլերն ենք անում եւ եթե ստացվի, հետո մյուս ծրագրերին է կանդրադառնանք հասցեականության ապահովման սոցիալական ծրագրերի մեջ եւ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրի ինստիտուտը արդեն նախագծում ենք կապել մեր մի նոր ծրագրի, որը հուսամ կընդունենք մոտ ժամանակներս, դա 6 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագիրն է եւ գործընկերների հետ աշխատելով կապելու ենք այդ մինիմալ շեմի հետ, որը կորոշենք, հա, միասին եւ սա ինչով է նաեւ կարեւոր, որովհետեւ շատ հաճախ այն քաղաքացիներ, որ իրոք կարիք ունեն, մեզ մեղադրում են, ասում են ձեր ծրագրերից օգտվում են ոչ այդքան կարիքավոր քաղաքացիներ, նույն օրինակ սահմանամերձ բնակավայրերում մեր 16 միլիոնի ծրագրից քաղաքացիներ, որոնք որ իրոք դրա կարիքը ունեն չեն կարողանում, նաև օբյեկտիվ պատճառներ, որովհետև իրանք այդքան եկամուտ չունեին, օրինակ հողը արագ ձեռք բերելու, փաստաթղթերը արագ կազմակերպելու, իսկ այն մյուս քաղաքացիներ, որոնք որ ունեն արդեն այդ բազան, հա, նաև ֆինանսական բազան եւ նաև դրանից եկող հնարավորությունները ավելի հաճախ եւ ավելի արագ են օգտվում այդ ծրագրերից։ Ու եթե մեր մոտ ստացվի եւ հույս ունեմ կստացվի, սա մեր առաջի փորձն է լինելու, ես առաջարկելու եմ մեր մնացած բոլոր ապագա ծրագրերում, այդպիսի նաև լայնամասշտաբ ծրագրերում դա դնել ամենակարևոր սկզբունքներից մեկը եւ այդ դեպքում այդ ձեր ասած հասցեականությունն ու մեծամասամբ կապահովի։ Դե առողջության այս վերջերս ինչ ասում եմ, համընդհանուր հայտարարագրման համակարգը, որ էլի տենց դեմոնիզացվում է։ Այդ թվում մենք պետք է մարդկանց ճիշտ ներկայացնենք, որ դա նաև սոցիալապես ամենախոցելի խավերին ճշգրիտ հասցեական նույնականացնելն է եւ այդ ուղղելը, որովհետեւ մենք ապրել ենք մի իրականության մեջ, երբ որ G կարգի Mercedes քշողը նպաստ է ստացել։ Բայց մեր խնդիրն այն չէ, որ ինչ որ մեկը նպաստ է ստանում։ Այն ժամանակ 18-ին բանին, որ այդ թեմաներով գրառում էի անում, ասում են մարդկանց հացին վայս է կլնում։ Մեր խնդիրը այն չի, որ այդ մարդը ստանում է։ Մեր խնդիրը այն, որը կարիքը չունի։ Մեր խնդիրն այն է, որ նա, ով ավելի շատի կարիքը ունի, մենք չենք կարողանում բանի G կարգի Mercedes քշողի պատճառով չենք կարողանում մյուս կարիքավորի համար ավելի որակյալ ծառայություններ մատուցել, որովհետև ծառայությունն է կարևոր, փողը շատ դեպքերում էական չի։ Պարոն Հակոբյան, դե այս ինստիտուտը իհարկե մենք պետք է զարգացնենք, բայց եթե համեմատենք նույն ռեյտինգների հետ, Michelin եւ այլն, վստահելիությունը ամենակարևոր բանն է, որովհետև եթե դա դառնա մի հատ ուրիշ բան, որ սենց բանով բաժանում ենք ուղակի, այսինքն այդ ամենակարևոր բանն է, որ վստահելիություն պետք է լինի, դրա համար չափանիշները շատ հստակ պետք է լինեն եւ ճիշտ է առանց ժամկետ ենք տալիս, որ մարդկանց անդադ չտանենք վերենք եւ այլն, բայց մյուս կողմից էլ հիմա տեխնոլոգիան զարգացած է եւ ռիսկերի գնահատման մեր համակարգը պետք է մեզ նշան տա, որ X օրինապահ հարկ վճարողի կարգավիճակ ունեցողի մոտ շեղումներ կան եւ մենք պետքա այդ վստահելիությունը պահեն։ Այսինքն դա չպետք է ընկալվի որպես ինդուլգենցիա, որ վերջ արդեն մենք ունենք անժամկետ այդ կարգավիճակը եւ ամեն ինչ կարող ենք անել։ Հետեւաբար այս տրամաբանությամբ գնանք առաջ եւ այո, մյուս թեմաներով էլ գնումների ռեյտինգավորում եւ այլն։ Հիմա հասունացել են process-ները, որ պետք է արդեն այդ շեմը անցնենք եւ արդեն բոլորովին նոր որակի հարաբերություններ հաստատենք։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Կրկին ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս հարկ վճարողի օրվա առիթով եւ նաեւ վերջին օրերին տարբեր համայնքներ այցերում հետեւյալն եմ ասում, դե բնականաբար մարդիկ հարց են բարձրացնում, որ այս հարցը կա, այս հարցը կա, այս հարցը կա, ես ասում եմ ես կարող եմ խոստանալ, որ բոլոր հարցերը կլուծվեն, բայց ես մի պայման ունեմ, որ տվյալ բնակավայրի բնակիչները երբեք որևէ գնում անելիս խանութից դուրս չեն գալու առանց հսկիչ դրամարկային կտրոն վերցնելու եւ ընդհակառակը այն հարցերը, որ մենք այսօր լուծում ենք, դպրոց ենք կառուցում, մանկապարտեզ ենք կառուցում, դա անում ենք բացառապես նրա շնորհիվ, որ
միլիոնավոր գնումների արդյունքում բաց են թողնվում հսկիչ դրամարկային կտրոններ։ Հիմա բայց հանրապետությունում բազմաթիվ չլուծված հարցեր կան, չէ՞։ Իսկ ո՞րն է դրա պատճառը։ Դրա պատճառը մեր արած են գնումներն են, որոնց արդյունքում մենք ՀԴՄ չենք վերցնում։ Այսինքն կա ՀԴՄ, կա դպրոց, չկա ՀԴՄ, չկա դպրոց, կա ՀԴՄ, կա ճանապարհ։ Նու ՀԴՄ ասելով ուզում եմ ես այս բանի, այսպես ասած, ամենափոքր մակարդակից գանք, բնականաբար մենք նկատի ենք ունենում նաև ընդհանրապես հարկային համակարգի գործունեությունը։ Հետևաբար այս տրամաբանությունը զարգացնել չափազանց կարևոր է, որպեսզի մենք այս դինամիկան, այդ թվում բյուջեի եկամուտների աճի, որովհետև մենք շատ ամբիցիոզ ծրագրեր ենք իրականացնում եւ խնդիր չկա իրականացնենք, բայց սա ամբողջը չի։ Մենք ուզում ենք նորանոր ավելի ամբիցիոզ ծրագրեր իրականացնենք, տեղավորվող մեր երկրի քաղաքացիների եւ բնակիչների բարեկեցության եւ հարմարավետության տրամաբանության մեջ։ Հիմա քննարկում ենք հարց համար 53-ը Երևանի Բաբաջանյան աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին հարցը։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյան, համեցեք տիկին Ղալեչյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ։ Երևանի Բաբաջանյան աշտարակ խճուղու 5.8 կիլոմետր հատվածում ունենք անավարտ հատված 270 մետր եւ մոտեցող ճանապարհ 110 մետր, որի կառուցման աշխատանքները նախկինում կնքված պայմանագրի շրջանակներում ամբողջությամբ չեն իրականացվել, պայմանավորված ճանապարհի ազդեցության գոտում գտնվող գույքերի նկատմամբ սեփականության օտարման վերաբերյալ առաջացած դատական վեճերով եւ դրանց արդյունքում դատարանի կողմից կիրառված սահմանափակումներով, մասնավորապես տվյալ գույքի նկատմամբ որևէ գործողություն կատարելու արգելանքով։ Այդ անդերս նշեմ, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջնորդության հիման վրա ներկայումս արգելանքը վերացվել է, ուստի անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել շինարարական աշխատանքների իրականացմանը, որը ըստ էության հնարավորություն կտա քաղաքային իշխանություններին վերացնել խոչընդոտները եւ ապահովել հետագայում տվյալ հատվածով անվտանգ եւ անխափան երթևեկությունը։ Անավարտ հատվածի կառուցման աշխատանքների մեկնարկը պահանջում է նախագծանախաշվային փաստաթղթերի վերանայում, փորձաքննություն, քանի որ պետք է նշեմ արկա նախագծերը եւ նախագծային լուծումները կազմվել հաստատվել են դեռևս 2015-16 թվականներին եւ տարիների ընթացքում տեղանքում դրսեւորվել են ֆիզիկական եւ ինժեներական տարբեր փոփոխություններ, մենք այդ մասով հետազոտել ենք, ուսումնասիրություն ենք կատարել նաեւ տեղանքում եւ վերոնշյալ հանգամանքներում անհրաժեշտ է առաջացել սահմանել գնման գործընթացների կազմակերպման որոշակի առանձնահատկություններ, ինչը եւ ներկայացված նախագծով մենք առաջարկում ենք, որոնք մի կողմից կապահովեն մրցակցային եւ թափանցիկ ընթացակարգ գնումների օրենսդրության շրջանակներում, մյուս կողմից թույլ կտան սահմանել ընթացակարգային որոշակիություններ եւ կառավարել պայմանագրերի կատարման հետագա ռիսկերը հաշվի առնելով ծրագրի բարձր հանրային նշանակությունը եւ գործնականում տեխնիկական եւ իրավական պայմանների հնարավոր փոփոխականությունը։ Հարգելի վարչապետ, առաջարկում եմ նախագիծն ավելի մանրամասն ներկայացվի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից։ Շատ լավ, շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, այս նախագիծը ըստ էության ունի շատ կարևոր նշանակություն, որովհետև ճանապարհի հատվածի երկու կողմերը ըստ էության պատրաստ են եւ սա վերքի նման մնացել էր Շերամի փողոցում, չէ՞, թե չեմ սխալվում։ Այո, պարոն վարչապետ։ Եվ հիմա հնարավորություն է ստեղծվել, որ մենք հնարավորինս արագ իրականացնենք եւ ժամանակին իհարկե այդ խնդիրը քաղաքացիների դիմումների հիման վրա եւ նաեւ մենք էլ ենք դա նկատել, ես փոխվարչապետ Խաչատրյանին հանձնարարել է որպես այս խնդիրներով զբաղվի եւ մենք ընդհանուր օրենսդրական որոշակի փոփոխություններ ենք իրականացրել, որպեսզի հնարավոր լինի հասնել այս հանգրվանին եւ շատ մեծ հաջողություն եմ համարում, որ այս կետին հասել ենք եւ պարոն Ավինյան, հիմա ես ինչքան հասկանում եմ, որպեսզի ելի մենք հետաձգումների նոր ցիկլի մեջ չընկնենք, մեզ անհրաժեշտ է Երևանի քաղաքային իշխանությունների եւ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության աշխատանքի շատ սերտ կոորդինացիա
Հիմա ինչ ենք մտածում, երբ հնարավոր կլինի հարավ-արևմտյան թաղամասի բնակիչների կողմից եւ բոլորիս կողմից այդքան սպասված շինարարական աշխատանքները մեկնարկել։ Համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Մենք բացի ամենից այսօր երկրորդ կառավարության նախագիծն ենք առաջարկել, որով որ բացի նախագծային աշխատանքների եւ տեղհսկողության առանձնահատկություններ սահմանելուց, նաեւ հենց բուն շինարարական աշխատանքների անհետաձգելիությունն ենք ապահովում եւ իրականում մենք պլանավորում ենք, որ գալիք ամիս ու կեսվա ընթացքում փաստացի աշխատանքները պետք է սկսենք, հենց ֆիզիկապես պետք է սկսենք, այս պահին ավարտվում է նախագծման, վերանախագծման աշխատանքների հիմնական, այսպես ասած, մեծ փաթեթը, որից հետո իրականացվելու է դետալացված որոշակի աշխատանք, բայց մի քանի բառով նաև ներկայացնեմ, թե ինչ տեսակ խնդիրներ են եղել։ Իհարկե 270 մետրը թվում է, թե շատ երկար ճանապարհ չի, բայց 7 տարի այս խնդիրը առկա է եղել եւ այս դատական քաշքշուկների մեջ լինելով մեր տկեն գործընկերները բավականին երկար այս process-ների մեջ լինելով մեծ խնդիր ենք ունեցել առաջին հերթին այդ հատվածում խցանումների եւ գլոբալ անհարմարության հետ կապված եւ սա հյուսիս-հարավ ճանապարհի կարեւորագույն հատված է, որը որ ավարտին է հասցնում ամբողջականությունը այդ ճանապարհի։ Ուզում եմ նշել, որ այստեղ շատ կոորդինացված աշխատանք է եղել ձեր հանձնարարականով, պարոն Խաչատրյանի գրասենյակի, ՏԿ-ն, ֆինանսների նախարարության, արդարադատության նախարարության, իրենց հարկադիր ծառայության գործընկերների միջև եւ իրականում մենք մի քանի կարելի ասել 1.5 ամսվա ընթացքում, 2 ամսվա ընթացքում այնպիսի արդյունքներ ենք կարողացել